Ինքը անգլերենի մասնագետ լինել այնքանով է օգնել ինձ, քանի որ աստղաբանությունը ավելի շատ ֆիզիկա, մաթեմատիկական հաշվարկային այդ մեթոդների կիրառումն է, ինձ անգլերենի այդ թարգմանչության հետ կապված այդ իմ հմտությունը օգնել է ինձ, որպեսզի այդ սիմվոլիկան ես ավելի հեշտ կարողանամ թարգմանել, ես միշտ դա եմ մտածում, երկրորդ մասնագիտությունս աստղաբանությունն է, 4 տարվա կուրսը տարուկես համարյա այդ ժամանակահատվածում եմ ավարտել, Մոսկվայում եմ ավարտել, համացանցում այդ ամբողջը կա, երրորդը հոգեբանությունն է, 5 տարի բազային կրթությունս մանկավարժական համալսարանում, Խաչատուր Աբովյանի անվան, բայց վերջին քննությունս եղել է զինվորական հոգեբանություն, առաջարկ ստացա, բայց ուղղակի աստղաբանությունը շատ է սիրում, ասի դա կօգտագործեմ։ Հետո, քանի որ 20 թվականն էր արդենից սկսեց COVID-ը, ես հասկացա, որ հանրությունը ինչ-որ մի այսպես ուժ կա, այդպիսի կառույց կա, որը ղեկավարում է ողջ աշխարհը, եւ ես որոշեցի, որ պետք է կառավարման հոգեբանություն սովորեմ, եւ դա իզուր չէր, 2 տարի արկա կրթությամբ կառավարման հոգեբանությունը արկա եւ շատ ասեմ, որ համարյա միշտ բարձր ցուցանիշներ ունեցել, իհարկե կարմիր դիպլոմ այլևս ինձ պետք չէր, որտեղ կյանքը արդեն ես իմ ուրույն տեղն ունեի աստղաբանության դաշտում, բայց բոլոր իմ գիտելիքները նրանք օգնել են իմ անձնային աճին եւ մասնագիտական աճին եւ վերջերս բիզնես ակադեմիան ավարտեցի մոտ 2-3 ամսվա կուրսով, դա էլ արդեն առանձնահատուկ, որ ասում եք կառավարման հոգեբան, այո, կարող եք նաեւ ավելացնել բիզնես տրեյներ։ Դրանք այդ բոլորը իմ հետաքրքրությունների դաշտում է։ Այսքանը պարոն սիրելի հետևորդներ, ինչու եմ նաև նշում, որտեղ վերջերս շատ են զանգում, ինչ չեն ճանաչում որպես հոգեբան։ Ես իրենց ասում գիտեք, բայց 7 տարվա հոգեբանական խոսքից հասկանում, ասում եմ ձեր ուղղությունը մի քիչ այլ է, ասում այո, ես նաև 7 տարվա բազային կրթություն, եթե հանկարծ աստղաբանությունը այնպես լինի, չկիրառեմ, չթույլ տան կիրառել համակարգիչներին, ես այլ գործիքակազմ ունեմ իմ աշխատանքային այդ գործունեությունը տանելու։ Չէ, մենք իհարկե ուրախ ենք, որ դուք այդ բոլոր մասնագիտությունները ունեք եւ ամենակարևորը մեր եթերը դրանից չաղում է, մեր մարդիկ ձեզանից ստանում են այն կարևոր ինֆորմացիան, որի կարիքը այսօր իսկապես շատ է։ Շնորհակալ եմ։